Բարի լույս սիրելիներս, Քրիստոս հարյավի մեռելոց, խոսենք սատանայի և մեր պայքարի մասին։ Արթուն եղեք, հսկեցեք, քանի որ ձեր ոսոխը սատանան մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա։ Դիմադրեցեք նրան հաստատուն լինելով հավատի մեջ, իմացեք, որ ձեր եղբայրները աշխարհում կրում են նույն չարչարանքները։ Սատանան և իր զենքը, որով նա մեր դեմ պայքարում է, սիրելիներ, մեր թուլություններն են։ Նա մեր թուլությունները իբրև զենք օգտագործում է մեր դեմ, որպեսզի մեր դեմ հաղթելով, հաղթանակ տանելով մեզ իրեն ստրկացնի։ Սատանա բառը հունարեն մեջ նշանակում է խաբեբա, ստախոս, բանսարկու, ուրեմն ամեն տեսակ խաբեությամբ, ստախոսությամբ, մոլորության, դյութիչ խոսքերով նա կարող է յուրաքանչյուրիս հրապուրել։ Նա երբեք չի քնում, նա միշտ արթուն է, որպեսզի տեսնի որտեղ ենք սայթաքում, որպեսզի այդ սայթակումը օգտագործի մեր դեմ վախեցնելով։ Եվ երբ է մարդը թուլանում, երբ որ ինքը սկսում է հոգսերի տակ ծանրան բեռնվելով անվստահությամբ ապրել Աստծո հանդեպ, եւ այդ անվստահությունը դառնում է նրա ամենազորեղ զենքը, տկարացած ես, թուլացած ես Աստծո հանդեպ ունեցած հավատքիդ մեջ, ուրեմն ինքը հզորացած առյուծի պես մռնչալով շրջում է, թե երբ քեզ պիտի կուլ տա։ Նա իր ամբողջ մտածումը, նրա ամբողջ հոգսը մեզ ոչնչացնելն է, եւ մենք առիթ ենք տալիս, որպեսզի դե մեզ պայքարի։ Դրա համար Պետրոս առաքյալն ասում է. հսկեցեք, արթուն եղեք, աղոթեցեք, որտեղ մեր շատ եղբայրները նույն ձևով են աշխարհի տարբեր անկյուններում պայքարում։ Հոգևոր արթնություն, զգոն լինելը, սա է նշանակում, այսինքն հոգևոր թմրության մեջ չհայտնվել, ինչպես նաև Պողոս առաքյալն ասում, ինչպես ոմանք վարվեցին, որ պահին որ դու հոգնություն ունեցար, աչքերդ փակեցիր, ննջեցիր հոգևոր պայքարի մեջ, դու պարտություն պիտի կրես։ Որպեսզի մենք չպարտվենք, ուզում եմ, որ մենք հոգևոր արթնություն, այսինքն աղոթքը, պահեցողությունը, ողորմությունը, մեր լուսավորված կրթված միտքը Սուրբ Գրքի սերտողությամբ վառ պահենք, որպեսզի սատանան երբևէ չկարողանա հաղթանակը տանել։ Ուրեմն ամեն վայրկյանը օգտագործեք դեմ կանգնելու, որովհետև Աստված մեզ տվել ամենազորեղ զենքը, հաղթական սերը, հույսը եւ վերջապես հավատքը, որպեսզի մենք չար օրում մենք կարողանանք սատանային դեմ կանգնել։